Ավստրալիա Ավստրալիան աշխարհի 6-րդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Բրիտանացիները միայն 18-րդ դարի սկզբում են գաղութացրել Ավստրալիան։ Իսկ մայրցամաքի բնիկ բնակչությունն ավելի քան 40,000 տարի է բնակվում է այստեղ։ Ավստրալիայի զինանշանի վրա կենգուրու և էմու է պատկերված։ Հենց այս կենդանիներն են ընտրվել զինանշանը զարդարելու համար, քանի որ տարածված կարծիքի համաձայն այս երկու կենդանիներից ոչ մեկը չի կարող հետ շարժվել։ Սա խորհրդանշում է, որ երկիրը պետք է բացառապես առաջ շարժվի։ Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը ծիածանաքարն է, հայտնի նաև իբրև օպալ։ Ավստրալիայում ավելի քան 10,000 ծովափ կա։ Սիդնեյի օպերային թատրոնի շենքը ճարտարապետ Էորն Ուտզոնի նախագիծն է, որը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ Մայրաքաղաքի մոտ է գտնվում աշխարհի ամենամեծ ավազոտ կղզին՝ Ֆրեյզերը։ Նրա մակերեսը կազմում է 1840 քառակուսի կիլոմետր ավազաբլուրներ։ Բնակչության ավելի քան 80%-ն ապրում է ափամերձ գոտում, ջրից 100 կիլոմետրից ոչ ավելի։ Ավստրալիայի մայրաքաղաքը Կամբերա քաղաքն է։ Անլար ինտերնետը ողջ աշխարհին տրվել է ավստրալիական գիտական գործակալության կողմից։ Բացահայտումն արվել է 1998 թվականին և մինչ օրս ավստրալիացիները մտադիր են դատի տալ ցանկացած ընկերության, որն առանց լիցենզիայի Wi-Fi է օգտագործում։ Աշխարհի ամենամահաբեր օձերի թոփ 10-ը հայտնաբերել են միայն Ավստրալիայում։ Ամբողջ մոլորակի 25 ամենաթունավոր օձերի վարկանիշում 20-ը ավստրալիացի են։ Հետաքրքիր է, որ ածուխի այրումը չի դադարում արդեն 6000 տարի։ Արևմտյան Ավստրալիայում կա Հիլիեր անունով վարդագույն աղի լիճ, և գիտնականները չեն որոշել, թե որն է այս երևույթի պատճառը։ Հիմնական տարբերակն այն է, որ վարդագույնը ջրիմուռներին հատուկ տեսք է հաղորդում, թեև թեստերը չեն հաստատել այս փաստը։ 1859 թվականին Ավստրալիային ներմուծվել ընդամենը 24 նապաստակ։ Մեկ տասնամյակի ընթացքում նրանց բնակչությունը հասավ 2 միլիոնի։ Ավստրալիայում կենգուրուների թիվը 2 անգամ ավելի է, քան բնակչությունը։ Մայրցամաքում կա 24 միլիոն մարդ և ավելի քան 57 միլիոն կենգուրու։ Աշխարհի ամենաերկար ցանկապատը Ավստրալիայում է, այն ձգվում է 8,5 կիլոմետր։ Ավստրալիայի մի մասը, որտեղ ապրում են դինգո շները, բաժանվում է ցանկապատը։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որն ակտիվ հրաբուխ չունի, միայն չափահասին հասնում է 686 գարեջուր։ Տոնգա, մայրաքաղաք Նուկուալոֆա, բացատրություն։ Տոնգան Խաղաղ օվկիանոսի Պոլինեզիայի թագավորություն է, կազմված ավելի քան 170 կղզուց։ Ազգային խորհրդանիշներ՝ դրոշ, կարմիր ֆոն և սպիտակ խաչ։ Ազգային խորհրդանիշ՝ թագավորական պսակ։ Ազգային ծաղիկ՝ հեյլալա։ Ազգային ուտեստներ՝ լուպուլու, տերևներով փաթաթված միս և կոկոսի կաթ, օտաիկա, հումձուկ՝ կիտրոնով և կոկոսի կաթով, կապիսի պուլու, տավարի միս բանջարեղենով։ Ազգային սովորույթներ՝ թագավորական ընտանիքը սրբազան է համարվում, տոնգացիները հայտնի են երգելու և պարելու սիրով, հյուրասիրությունը և ալոհա ոգին պարտադիր արժեքներ են։ Հետաքրքիր փաստեր. Տոնգան Խաղաղ օվկիանոսի միակ թագավորությունն է։ 1875-ին ընդունել է սահմանադրությունը՝ պահպանելով անկախությունը։ Այստեղ հաճախ են տեսնում հրաբխային ժայթքումներ։